Բարև ձեզ։ Հանրային ռադիոյի եթերում ձեր փաստաբանը հաղորդաշարի հերթական թողարկումն է, որը նվիրված է անհուսալի վարկառուների հետ կապված իրավական կարգավորումներին։ Այս եւ այլ հարցեր քննարկելու նպատակով մեր տաղավար ենք հրավիրել հարկադիր կատարումը ապահովող ծառայության ղեկավարի տեղակալ Գոհար Մկրտչյանին։ Բարև ձեզ, Տիկին Մկրտչյան։ Բարև ձեզ։ Տիկին Մկրտչյան, ինչպես արդեն նշվեց, մենք խոսել ենք այսօր անհուսալի վարկառուների հետ կապված իրավական կարգավորումների եւ դրանց հիման վրա իրականացվող ծրագրերի մասին։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձվարկառուների թիվը կազմել է շուրջ 341,000։ Նրանց վարկային բեռը շուրջ 642 միլիարդ դրամ է։ 2023-ի ապրիլի դրությամբ այդ բեռը կազմել է 525 միլիարդ դրամ։ Նախորդ տարվա վերջին հաստատվել է կառավարության որոշում 1990, ել որոշումը, որը կարգավորում է անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման ուղղված միջոցառումները, հաստատվում է կարգը եւ այլն։ Խնդրում եմ նշեք այս կոնտեքստում ինչ ասել է անհուսալի վարկ եւ ովքեր են ծրագրի շահառուները։ Նախ շնորհակալություն հրավերի համար, իրականում թեման շատ հետաքրքրող է, հատկապես քաղաքացիների շուրջ։ Այո, ինչպես նշեցիք, կառավարությունը որպես աջակցություն ընդունել է կառավարության որոշում, որը ուղղված է որոշակի խումբ անձանց։ Ինչ է անհուսալի վարկը։ Անհուսալի վարկը դրանք, այսպես ասած, որոշակի չափանիշներին համակարգող դասակարգված վարկային պարտավորություններ են, որոնք առնվազն 3 տարի արդեն դասակարգվել են որպես անհուսալի, այսինքն որևէ վճարում դրանով չի իրականացվել, բայց ինքնին անհուսալի վարկը չի նշանակում, որ տվյալ անձը կարող է ասում կառավարության ձեր կողմից նշված կառավարության որոշմամբ հանդիսանա շահառու։ Շահառու լինելու համար հարկավոր է նաև որոշակի չափանիշներին համապատասխանել։ Այսինքն առաջին, ինչպես դուք նշեցիք, նա պետք է լինի վարկը անհուսալի, այսինքն դասակարգված վարկ լինի, որը արդեն 3 տարի շարունակ վճարում չի իրականացվել։ Երկրորդ, անձը պետք է ներկայացնի համապատասխան դիմում միասնական սոցիալական ծառայության կայք էջով կամ ուղղակի մոտենա ցանկացած տարածքային ստորաբաժանում եւ ներկայացնի դիմում, եւ որ ամենակարևորն է, որը իմ կարծիքով եւ ընդհանրապես հենց կառավարության որոշման գերնպատակն է, անձը պետք է լինի գրանցված աշխատող դիմելու օրվա դրությամբ։ Որովհետև այս կառավարության որոշումը հենց նպատակն էլ որ կարդում ենք, դա է, դա պետք է խթանի, որպեսզի անձը աշխատի գրանցված աշխատող լինի սահմանված կարգով, այսինքն վճարի համապատասխան հարկերը։ Որպեսզի այդ բոլոր չափանիշներին համապատասխանելու դեպքում անձը արդեն կճանաչվի շահառու, շահառուների ցուցակը արդեն միասնական սոցիալական ծառայության կողմից կձևավորվում է եւ սկսված փետրվարի 7-ից ուղարկվում է հարկադիր կատարումն ապահովող ծառայություն։ Այսինքն պետք է նշել, որ 3 տարի չվճարված վարկ պետք է ունենա եւ գրանցված աշխատող լինի դիմումը ներկայացնելու։ Այո, ամենակարևոր նախապայմանները առանձնացրեցինք։ Եկեք անդրադառնանք հետեւյալ հարցին։ Այս միջոցառման շրջանակում տրվում է ֆինանսական աջակցություն, ինչպես նշվեց, շահառուի աշխատավարձից եւ դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկայի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է իհարկե անհուսալի այդ վարկային պարտավորության մարմանը։ Այս աջակցությունը տրվում է 1 տարի ժամկետով եւ միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն 1 անգամ եւ չի կարող իհարկե կրկին դիմել երկրորդ անգամ նման պարտավորության մարման նպատակով։ Այդպես է։ Այո, իհարկե լիովին նշեցիք բոլոր չափանիշները, պետք 1 տարվա ընթացքում կարող է դիմել եւ կարող է դիմել միայն 1 անգամ։ Ընդ որում ծրագիրը գործում է պետք է նշեմ ավելացնեմ, ձեզ որ 2 տարի, այսինքն դիմելու օրվա ընթացքում ամբողջ այդ աջակցությունը տրամադրվելու է 2 տարվա ընթացքում, այսինքն պետությունը իր եկամտահարկի 100%-ը դիմելու օրվանից հետո 2 տարվա ընթացքում ուղղելու է իր վարկային պարտավորություններին։ Եվ չի կարող մի քանի վարկեր։ Իրավացիորեն, այո, նշեցիք։ Անդրադառնանք գործընթացին, Տիկին Մկրտչյան, դուք նշեցիք, որ փետրվարի 7-ից արդեն միասնական սոցիալական ծառայության կողմից ձևավորվել է շահառուների ցուցակ, որն ուղարկվում է ձեր ծառայություն։ Ինչ ընդհանուր գործառույթներ է այս իմաստով իրականացնում ձեր ծառայությունը։ Ուրեմն ցուցակները միասնական սոցիալական ծառայության կողմից ուղարկվել է ծառայություն արդեն ունենք 2 ցուցակ, որը մոտավորապես ներառում է 2000-ից ավելի շահառուների անուններ եւ վերջիններիս վարկային պարտավորությունները։ Ըստ կառավարության որոշման սահմանված է, որ հարկադիր կատարողը ծառայությունը ցուցակները ստանալուց եւ հարկադիր կատարողին արդեն փոխանցելուց հետո հարկադիր կատարողը վերջինիս աշխատավարձի վրա բռնագանձումը տարածելու է 20%-ի չափով։
Պետք է նշել, որ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով սահմանված է, որ պարտապանի աշխատավարձի վրա բռնագանձումը տարածվելու մինչև 50%-ի չափով, ինչ որոշակի պարտավորությունների դեպքում մինչև 75%-ի չափով։ Պետությունը սրանով փաստորեն անձի աշխատավարձի վրա բռնագանձման տարածելու չափը սահմանել է 20%, այսինքն հարկադիր կատարողը ստանալով իր որոշումները արդեն կայացնելու է 20%-ի չափով եւ ուղարկելու է գործատուին, որ գործատուն ստացված աշխատավարձի 20%-ը կփոխանցի ծառայություն, մնացած անձը ազատորեն կարող է տնօրինել։ Հարկադիրն էլ 20%-ն էլ արդեն ուղղելու է անձի վարկային պարտավորությունները, անհուսալի վարկային պարտավորությունները մարելու համար, բայց սա ընդհանուր կառավարության որոշման տրամաբանությունն է եւ հիմքն է, սակայն ուշադրության արժանի է եւ կարեւոր է ընդունել մեկ հանգամանք, որ կառավարության որոշումը վերաբերվում է բացառապես անհուսալի վարկերին, վարկաբանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեցած վարկերին, այսինքն եթե քաղաքացին ունի այլ պարտավորություններ, օրինակ ճանապարհային իրավախախտումների համար չվճարված հարկային պարտավորություններ, ալիմենտ կամ չգիտեմ այլ ֆիզիկական անձանց նկատմամբ պարտավորություններ, կառավարության սահմանված 20%-ը չի կարող ազդել նման դեպքերում, այսինքն նման դեպքերում գոյություն ունեն այլ պահանջատերեր, որոնց իրավունքները չպետք է խախտվի, այսինքն այստեղ կգործի ոչ թե կառավարության որոշմամբ սահմանված 20%-ը, այլ ընդհանուր դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքը եւ ըստ այդմ բռնագանձումը կտարածվի օրենքով սահմանված չափով մինչեւ 50%-ի, իսկ օրինակ ալիմենտի դեպքում մինչեւ 75%-ի չափով։ Ընդ որում շատ կարևոր է, որ բռնագանձված գումարը արդեն աշխատավարձից բռնագանձված գումարը, եթե ունի անձը մի քանի պահանջատերեր, պետք է հասկանալ, որ դա պարտավորություններին ուղղվելու է ըստ հերթականության, որովհետև օրենքում գոյություն ունեն հերթականություն, թե որ պահանջատերը պետք է ստանա առաջնահերթ։ Այսպիսով կարող են լինել դեպքեր, եթե անձը ունի այլ պարտավորություններ, իր վարկերի մարմանը որևէ գումար չգնա, որովհետև ինքը դրանից առաջ ունի օրինակ ալիմենտային պարտավորություն, ավելի շուտ ներկայացված պահանջը այլ պահանջատերերի պարտավորություն, պետական բյուջեի իրավախախտումների վերաբերյալ բազմաթիվ պարտավորություն ճանապարհային ոստիկանության հանդեպ կամ չգիտեմ պետության հանդեպ այլ հարկային պարտավորություններ, չմարված պարտավորություններ։ Այսինքն ստացվում է, որ հարկադիր կատարող այդ ցուցակները ստանալուց մեխանիկորեն չի սկսում այդ 2000-ին նշած ավելի շահառուների աշխատավարձը բռնագանձել 20%-ի չափով, ինքը սկսում է զտել, ովքեր են արդյոք օրենքի իմաստով ընկնում այդ 20%-ի բռնագանձման չափի տակ, եւ զտելուց հետո ես ձեզ ասեմ, որ քանակը շատ քիչ է լինելու, որովհետեւ մեծ մասն ունի այլ պարտավորություններ, որոնց պահանջատերերի իրավունքները կարեւոր են, որոնց պահանջները չեն զիջվել եւ պիտի կատարվեն օրենքով սահմանված կարգով եւ չափով, այսինքն մինչեւ 50%, մինչեւ 75%։ Շատ կարեւոր է, որ քաղաքացին դա հասկանա եւ ոչ թե ընկալի, որ հարկադիր կատարողը կառավարության որոշումը չի կատարում, այլ նա պետք է հասկանա, որ ունի այլ պահանջատերերի հանդեպ չկատարված պարտավորություն եւ այդ պահանջները պետք է իրականացվեն։ Ձեր նշված 2000 շահառուները արդեն զտված են ֆիլտրացիոն համակարգով անցած են, դրանք պետք է ճանապարհ անցնեն դեռ ֆիլտրացիոն։ Դեռ այդ process-ի մեջ ենք, նշենք, որ մարտից ենք ստացել ցուցակները, վերջի ցուցակը ստացել ենք այսօր, դա արդեն ընթացակարգային գրեթե կարելի ասել աշխատանքները ավարտված են, որոշներինը երևի արդեն գործատուներին ուղարկված են 20%-ի չափով, իսկ մնացած մասով բռնագանձումները շարունակվելու են, այսինքն գործընթացը նոր է սկսվել, շարունակվելու է, վստահ եմ, որ քաղաքացիների դժգոհությունը լինելու է, որովհետև կարող է իրենք ընկալեն, որ ամեն դեպքում 20% պետք է բռնագանձվի, բայց իհարկե ոչ, կառավարության որոշումը կրկին նշենք, շեշտենք, որ վերաբերվում է բացառապես բանկերում եւ վարկային կազմակերպություններում ունեցած պարտավորություններին, բայց ոչ երբեք իր ունեցած ալիմենտի պարտավորությունին, այլ քաղաքացիների հանդեպ ունեցած պարտավորություններին կամ չգիտեմ պետության հանդեպ ունեցած պարտավորություններին։ Հստակ է այդ խումբ պարտավորությունները, որոնք որ ըստ էության այս կառավարության որոշման ներքո են կարգավորվում։ Շատ բարի, եկեք նշենք հետեւյալը։ Քաղաքացիները ինչպիսի պարտավորություններ ունեն այս համատեքստում, ինչ պետք է տեղեկանան, քանի որ մենք կարող ենք ասել, որ այստեղ մի քանի իրավասու մարմիններ են ներգրաված, որոնք process-ի տարբեր գործառույթի լիազորության հետ կապված ունեն իրենց հստակ դերակատարումը, դա ՄՍԾ-ն է, միասնական սոցիալական ծառայությունն է, ձեր ծառայությունն է, կենտրոնական բանկը, կարծես թե բանկերի այսպես լիցենզավորման տեսանկյունից, ինչ պետք տեղեկական գիտելիք պետք է ունենա քաղաքացին, որպեսզի հաջորդական քայլերը, ինչ տեղեկատվություններ ողջուն, որպեսզի հաջորդական քայլերը ճիշտ արվեն նրա կողմից։
Նախ անձը պետք է տեղեկացված լինի իր պարտավորությունների քանակի, տեսակի վերաբերյալ։ Այսինքն, օրինակ, ես կարող եմ մեր ծառայության մասով ասել, թե ոնց կարելի է իրազեկվել պարտավորությունների մասին, այդ թվում նաև կառավարության կողմից առանձնացված պարտավորությունների մասին, օրինակ ծառայությունը ամբողջությամբ փորձել է արդեն 2023 թվականին թվայնացրել է ամբողջ process-ը եւ դրա մի մասն է հանդիսանում անձնական գրասենյակ հարթակը, որը ծառայության կայքում, պաշտոնական կայքում տեղադրված է։ Անձը կարող է մտնել մուտք գործել ծառայության կայք եւ այնտեղ ընտրելով անձնական գրասենյակ շատ հեշտ կամ սոցիալական քարտի համարով կամ հենց միանգամից այսպես դեմքի նույնականացմամբ մուտք գործի եւ տեղեկացված լինի իր պարտավորությունների վերաբերյալ։ Դրանից հետո իմ տեղեկանալով որ ունի պարտավորություն, եթե նույնիսկ ինքը մոռացել է ինչ որ մի բան, որ որևէ բանկի հանդեպ 3 տարվա վաղեմությամբ ունի պարտավորություն, տեղեկանալով որ ունի պարտավորություն, կարող է արդեն եւ հանդիսանում է գրանցված աշխատող կամ մտնի որևէ տեղ աշխատանքի կամ ուղղակի իր գործատուի մոտ դառնա գրանցված աշխատող, պետք է նշել այդ պահը, իդ գրանցված աշխատողը ընդհանրապես մուտք է գործելու արդեն անցնելու է այլ դաշտ, միասնական սոցիալական ծառայության դաշտ եւ կայքում դիմում է ներկայացնում, այնտեղ պարտադիր տվյալներ կան։ Այդ տվյալները լրացնելուց հետո արդեն առցանց ակրահամակարգի միջոցով կայքը արդեն կստուգի համապատասխանում է շահառուի տվյալներին թե ոչ, ըստ այդմ նա կայքը վերահանելու իր բոլոր պարտավորությունները բանկերի հանդեպ եւ ընդ որում պետք է նշել, որ այդ պարտավորությունները չպետք է մայրգումարը գերազանցել 1 միլիոն դրամը։ Այսինքն դա շատ կարևոր է կառավարության որոշմամբ սահմանված է, որ 1 միլիոնը մայրգումարը ամբողջ պարտավորությունների կապ չունի որտեղ է վարկերը, որ բանկերում է, պետք է լինի 1 միլիոն դրամ։ Այսինքն համակարգը ինքնաշխատ եղանակով վերլուծելով, ստուգելով այդ բոլոր տվյալները անձին ճանաչելու է շահառու եւ ըստ դրա անձը ստանալու է արդեն SMS հաղորդագրություն, որ այո, դուք ճանաչվել եք շահառու կամ դուք մերժվել եք։ Շահառու ճանաչվելուց հետո համար, այսինքն մեխանիկորեն է կատարվում, այո, լրիվ ամբողջությամբ ինքնաշխատ է, այսինքն մարդկային գործոն, այսպես ասած, կառավարությունը բացառել է, այս փուլում բացառել է։ Ինքնաշխատ ամբողջությամբ կստուգվի, անձը կճանաչվի շահառու, վերջինս կստանա, ինչպես ասեցի, հաղորդագրություն, որ դուք ճանաչվել եք շահառու կամ չեք ճանաչվել շահառու ինչ-որ պատճառով, դրա արդեն ցուցակները կձևավորվի եւ արդեն միասնական սոցիալական ծառայությունը այս ցուցակները կփոխանցի ամենօրյա կտրվածքով այդպես գրված եւ իրանք էլ երևի ֆիլտրում հարցումներով եւ այլն ցուցակները կփոխանցի ծառայությունը արդեն կսկսի ինքը զտել եւ ըստ դրա էլ գործընթացը ապահովի կամ կառավարության սահմանված կարգով կամ դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենքով սահմանված կարգով։ Եվս մեկ կարևոր հանգամանքի վրա եմ ուզում ուշադրություն դարձնել, որ խոսքը վերաբերվում է անհուսալի վարկերին, ինչա նշանակում, որ անձը չունի այլ գույք, տրանսպորտային միջոց, անշարժ գույք, որի վրա հնարավոր է եղել բռնագանձում տարածել, որպեսզի պարտքը մարի, եւ ունի միայն աշխատավարձ։ Այսինքն, եթե անձը ունի բռնագանձման ենթակա այլ գույք, այստեղ կրկին պետք է նշել, որ չի գործելու աշխատավարձի վրա բռնագանձում տարածելու կառավարության որոշումը, որովհետև արդեն օրենքը դատական ակտերի հարկադիր կատարում մասին օրենքը 43 հոդված ունի գույքի բռնագանձման հերթականություն, թե առաջին հերթին, որ գույքը պետք է բռնագանձվի, օրինակ ասեմ, որպես տեղեկություն առաջինը դրա ընդհանուր դրամական միջոցների, ոչ աշխատավարձի դրամական միջոցների վրա բռնագանձում տարածվում, հետո շարժական գույքի վրա, անձի օրինակ տրանսպորտային միջոց, հետո նոր վերջում անշարժ գույքի վրա։ Եթե անձը չունի որևէ բռնագանձման ենթակա գույք, նոր ենք անցնելու արդեն աշխատավարձի կառավարության որոշմամբ սահմանված կարգով չափով բռնագանձում տարածելուց։ Այսինքն պետք է հասկանալ, որ ամեն դեպքում անձի համար բռնագանձման ենթակա այլ գույք չկա եւ կառավարության սկզբունքը, որ անձը աշխատի, որովհետեւ դու այլ գույք չունես, որպեսզի քո պարտքերը մարվի, դու գնա աշխատի, որ մենք կարողանանք օգնել։ Օգնությունն էլ այն է, որ ամբողջ եկամտահարկը, որը գնում էր պետությանը, արդեն ուղղվելու է իր պարտավորությունների մարմանը։ Շատ բարի, ես հիշեցնեմ ռադիոլսողներին, որ այսօր մենք խոսում ենք անհուսալի վարկառուների հետ կապված իրավական կարգավորումներին եւ նախորդ տարվանից արդեն գործարկված սոցիալական ծրագրի մասին եւ այդ նպատակով մեր տաղավար ենք հրավիրել հարկադիր կատարումը ապահովող ծառայության ղեկավարի տեղակալ Գոհար Մկրտչյանին։ Տիկին Մկրտչյան, շարունակելով մեր զրույցը, տեխնիկական այսպիսի հարց, որքան ժամանակ է ստացվում է դա ընդհանրապես րոպեների այսպես մուտքագրմամբ, տվյալների մուտքագրմամբ հնարավոր է
նախ տեղեկանալ թե անհուսալի թե անհուսալի վարկառոյես թե ոչ, դրանից հետո արդեն միասնական սոցիալական ծառայության շրջանակներում պահանջվող ընթացակարգեր անցնել, որից հետո ըստ էության կարող ես արդեն այդ գումարի հետ կապված աջակցությունը ստանալ։ Այսինքն կարելի է ասել, որ եւ դյուրացված է ընթացակարգը եւ շատ կարճ ժամկետում է իրականացվում։ Իսկ երբ է դադարեցված համարվում աջակցության տրամադրումը, երբ է վարկային պարտավորությունը ամբողջությամբ կատարված ֆիքսվում այդ պահից, թե ինչ որ նախապայմաններ կան։ Իհարկե կառավարության որոշմամբ չի բացառվել նաև այն դեպքերը, երբ որ կարող է աջակցություն այլ կառավարությունը դադարի աջակցություն ցուցաբերել տվյալ անուսալի վարկեր ունեցող անձանց, օրինակ, երբ անձը 3 ամիս շարունակ դադարի աշխատել, գրանցված աշխատող լինի, դուրս գա աշխատանքից, այսինքն հասկանա, որ հանգիստ լինի, որ ինքը արդեն աշխատում է եւ իր եկամտահարկը, ինչպես նաև հարկադիրի գումարը իջացված է եւ ուղղվում է պարտավորությունից եւ որոշի էլ չաշխատել։ Եթե 3 ամիս անընդմեջ անձը չաշխատի եւ այսպես եկամտահարկը սահմանված հարկերը արդեն չգնա պետբյուջե, ըստ դրա արդեն աջակցությունը կդադարի գործելուց։ Դա ընդհանուր դեպք է, բայց իհարկե եթե պարտավորությունը մարվում է, կարող է, ես նշեցի, որ մինչև 1 միլիոն ընդհանուր գումարը պարտավորություն պետք է լինի, բայց մինչև օրինակ աջակցություն կդադարի, երբ մի այսպիսի հարց է եկել կրճանկաների ընդհատում, այդ 1 միլիոնը մեկ բանկում կարող է լինել, թե կարող է 2 եւ ավելի բանկերում լինել։ Բոլոր բանկերի վարկերը միասին հանրագումարը, վարկային կազմակերպություն եւ բանկերում այդ գումարը չպետք է գերազանցի 1 միլիոն դրամը։ Եթե այդ գումարը վարկը մարվի, իհարկե այս դեպքում եւս աջակցությունը կդադարի, հարկադիր կատարողն էլ արդեն կշարունակի բռնագանձումը տարածել սահմանված չափով մինչև 50% կամ մինչև 50%-ի չափով այս դեպքում, այո։ Շատ բարի։ Ձեր ծառայության շրջանակներում վերջերս իրականացվում են ծրագրեր, որոնք ուղղված են մեր համակարգացիների, հայրենակիցների մի շարք ծառայությունների դյուրացմանը։ Ինչ ծրագրեր են այսօր իրականացվում, որոնք պարզեցնելու են, հեշտացնելու են մեր համակարգացիների կյանքը։ Ուզում եմ ընդհանրապես կարելի է նշել եւ որպես իրազեկված լինել, որ այսօր իրազեկված լինելու համար նշեմ, որ ծառայությունը այսօր լցված է աշխատանքով, որը վերաբերվում է դեռևս 24 թվականին ընդունված կատարողական վարույթի մասին նոր օրենքի կիրարկման գործընթացին։ Անցած տարի ապրիլին ազգային ժողովի կողմից ընդունվել է կատարողական վարույթի մասին նոր օրենքը, որը ամբողջովին այս համակարգը դեռևս 98 թվականին ներդրված համակարգը աշխատանքը լիովին վերափոխելու է։ Ենթադրվում է, որ օրենքը ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին, բայց դրա համար մինչև հուլիսի 1-ը ծառայությունը ամբողջությամբ լցված է այդ աշխատանքով եւ թվայնացման ոլորտում, որպեսզի բացառվի կամ գոնե առնվազն մինիմալ հասցնի հարկադիր կատարող եւ կողմը շփումը եւ ամբողջությամբ դառնա թվային եւ մյուս կողմից այդ նոր օրենքը ենթադրում է մոտ 30-ից ավելի ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որ այսօր ծառայությունը աշխատում այդ ենթաօրենսդրական ակտերի հիմա ենթաօրենսդրական ակտերը գրելու ուղղությամբ, այսպեսով մենք այսօր գրեթե կարելի է ասել, որ չեմ ստի, որ ծառայությունը զբաղված է լցված է այդ աշխատանքով, աշխատանքը հսկայածավալ է, իսկ օրենքի կիրարկումը ըստ էության պետք է այնպես անել, որ չտուժի հենց քաղաքացին որևէ կերպ, որովհետև մի քանի ինստիտուտներ են ներդրվել, օրինակ դատարաններին բեռնաթափելու համար հարկադիր կատարողի վրա դրված այդ պարտականությունների իրականացումը, որոնք պետք է անցնցում լինեն անցումը, հա, օրինակ դատարանից դեպի հարկադիր կատարողին։ Այսքան աշխատանքները դրան են ուղղված։ Եվ ուզում եմ օրինակ առանձնացնել հատկապես կատարողական ծախսերի մասը, նոր օրենքով ամբողջությամբ նոր մոտեցում է դրսևորվել կատարողական ծախսերի բռնագանձման մասով, նախ տեղեկության համար կատարողական ծախսերը այն ծախսերն են, որոնք ավելանում են հարկադիր կատարման փուլում։ Անձը եթե ինքը կամավոր չի կատարում եւ արդեն գալիս է հարկադիր կատարման փուլ պարտավորությունը կատարելու համար, անձի տվյալ պարտապանի համար լրացուցիչ ֆինանսական բեռ է առաջանում կատարողական ծախսերը։ Ներկայումս կատարողական ծախսերը ֆիքսված են։ Օրինակ կարող է անձը որոշի գործող օրենքով, որոշի բերի եւ ինքը պարտավորությունը մարի, ասենք հարկադիր կատարման փուլում մեկը օրենսդիրը սահմանել է գործող օրենքով, որ դու պետք է վճարես այդ կատարողական ծախսը։ Նոր օրենքով շատ դեպքերում կախված է թե երբ է կատարելու պարտավորությունը։ Ըստ դրա էլ կատարողական ծախսերը հաշվի
հաշվարկելու են, եթե ավելի վաղ է կատարել, իր կատարողական ծախսը շատ մինիմալ է լինելու, եթե ավելի ուշ է կատարվել, դա ավելի շատ է լինելու, այսինքն շատ օբյեկտիվ է կազմակերպված եւ օբյեկտիվ է սահմանված կատարողական ծախսերի վճարը, որովհետեւ քաղաքացու համար բեռը թեթևանա հարկադիր կատարման փուլում։ Հուլիսի 1-ից է գործելու օրենքը, եթե իհարկե այլ որոշումներ չլինեն հետաձգման մասին, բայց գործող օրենքով հուլիսի 1-ից արդեն ուժի մեջ կլինի եւ ծառայությունը աշխատում է հենց օրենքի կիրարկման ուղղությամբ։ Շատ լավ է, որ օրենքը ընդունվել է եւ աշխատանքներ տարվում են ենթաօրենսդրական ակտերի մշակման ուղղությամբ, բայց դուք բավականին թվով ակտեր նշեցիք, արդյոք հնարավոր է մինչեւ այդ ժամկետը հասցնել դրանց մշակումը, որտեղ ես գիտեմ մի շարք օրենքների ընդունման հետ կապված, ցավոք երբեմն անգամ մի քանի ենթաօրենսդրական ակտեր տարիների վեր ցկցկվում են եւ օրենքը ուժի մեջ չի մտնում։ Ամեն դեպքում ռիսկեր կան այս առումով։ Ռիսկը միշտ էլ կա, բայց ինչպես ասացի, եթե ամբողջ ծառայությունը լծված այդ աշխատանք իրականացնելով, իհարկե արտադրության նախարարի աջակցությամբ, նախարարության աջակցությամբ մենք մեր գործը կանենք, որովհետև սա մեզ համար սահմանված է ժամկետ։ Թե ընթացքը ոնց կգնա, արդեն ցույց կտա ժամանակը։ Շատ լավ, դուք նշեցիք կոնկրետ այս ոլորտը, նաեւ խոսքում նշելով թվայնացման մասին։ Ինչ ծառայություններ են այսօր մաչելի այդ իմաստով քաղաքացու համար, որոնք թվայնացված են եւ անձը կարող է չհաճախել կամ պարտավոր չի հաճախել ծառայության ֆիզիկական իմաստով շենք եւ տանը նստած առցանց գրանցվել եւ մի շարք ծառայություններից օգտվել։ Նախ նշեմ, որ այս ծառայությունում արդեն հենց 23 վաղուց, բայց 23 թվականից ամբողջությամբ, ինչպես նշեցի, թվայնացվել է գործընթացը, այսինքն հարուցումից սկսած կատարողական վարույթը, օրինակ դատարանից դատական կատարողական թերթը կամ հարկադիր կատարման այլ ակտեր, օրինակ ճանապարհային ծառայությունից կամ չգիտեմ պետական եկամուտային կոմիտեից եւ այլն, ամբողջությամբ էլեկտրոնային է մուտք լինում, հենց էլեկտրոնային կարգով էլ հարուցվում է, եւ այդ ամբողջ վկայացված որոշումները գեներացվում է, ինչպես նշեցի, անձնական գրասենյակում ծառայության հարթակում, ներդրված անձնական գրասենյակում եւ անձը շատ հեշտ ուղակի գրանցվելով կարող է իրազեկված լինել իր վերաբերյալ հարուցված բոլոր վարույթներից, անձնական գրասենյակի միջոցով ծանոթանա, ստանա, պատճենի իր վերաբերյալ բոլոր որոշումները, ել չգահա ծառայություն, հարկադիր կատարողին չփնտրի, չզանգի եւ այլն, վարույթը բերեք, վարույթը ծանոթացենք, որտեղ վարույթը թվայնացված է։ Ծառայությունը ամեն դեպքում խնայելով ռեսուրսներ փորձել է ամբողջությամբ այդ գործընթացը թվայնացնել, որպեսզի թուղթ, այսպես ասած, չօգտագործենք։ Լինի թվային, էլեկտրոնային, անձը մտնի անձնական գրասենյակ, ինքը իր վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը ստանա, որոշումները վերցնի եւ օգտագործի իր ցանկացած եղանակով։ Բացի այդ, նշեմ, որ հնարավորություն կա ծառայություն առանց ծառայություն այցելու կատարելու իր պարտավորությունները։ Օրինակ, հենց անձնական գրասենյակ հարթակի միջոցով, չգիտեմ, տերմինալների միշտ եղել են, այսպես ասած, post տերմինալների միջոցով, վճարումներ այսօր շատ են օգտագործում, ինչպես նաեւ տարբեր on-line, այսպես ասած, հարթակների, բանկերի հարթակների միջոցով եւս հարկադիր կատարման, այսպես հնարավորություն կա հարկադիր կատարման փուլում առկա պարտավորությունները վճարելու համար։ Այսպես մենք փորձել ենք նենց ստեղծենք, որ անձը ուղղակի քիչ հաճախի ծառայություն այդ հերթերից խուսափելու համար, բայց փորձը ցույց է տալի, որ կան որոշակի խումբ անձիկ, որ սիրում են ամեն դեպքում գալ, կանգնել հերթ ժամերով, իրենց պարտավորությունները վճարել, ուղղակի sense արձերն այս աշխատակցին տրամադրելով, որ հանգիստ գնան տուն, բայց ինձ թվում է դա ուղղակի դրա անհրաժեշտությունը բացակայում է, դրա անհրաժեշտությունը կարա լինի ծառայություն այցելելու, որ պարտավորությունը, ասենք, ենթադրում է տոկոսներ, որոշակի տոկոսային պարտավորություններ աճողական է կամ չգիտեմ ալիմենտային պարտավորություն է, որը կարա ինչ որ իր մոտ հարցեր առաջանա, գա եւ դիմի ծառայություն, իհարկե հարկադիր կատարողները միշտ պատրաստ են աջակցելու այդ մասով, բայց մնացած դեպքերում մեծ մասի դեպքերում ծառայություն այցելելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ այսօր էս on-line հարթակում եւ հենց անձնական գրասենյակում, որը իմ կարծիքով գրեթե բոլոր քաղաքացիներն կարող են գրանցվել եւ ծառայություն գալը մինիմալի հասնելու, վճարումներ իրականացնեն հենց կայքի միջոցով կամ չգիտեմ։ Շատ բարի, անձնական գրասենյակի մասին նշեցիք, Տիկին Մկրտչյան, այ հետաքրքիր է, պարզ է, որ այսօր կարող է անձը հաճախելով այդ հարթակ ստուգել այն ինչ որ դուք ասեցիք ամբողջ իր մասին տեղեկատվությունը։ Այդ ինֆորմացիան որքան ժամանակ է պահվում, արխիվացվում է, կարող է տարիներ հետո նորից դրանք ըստ էության այդ դաշտը լինել, որտեղ կպահպանվի ինֆորմացիան եւ անհրաժեշտության դեպքում կվկայակոչվի։ Գիտեք ինչ, այսօրվա դրությամբ ամբողջ ինֆորմացիան վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը այնպես արավ, որ պահպանվելու է։ Այնտեղ կարգավիճակը կերևա, օրինակ կարճված է, նշանակում այլ գործ չունի, հարկածառայությունում ավարտված է, կասեցված է, բայց դեռևս հնարավորություն ստացած, որ ինֆորմացիան տեղեկատվությունը պահպանվելու է։
թե հետո արդեն ժամանակագրական այս պահին չեն կարողացել, այո, ծանրաբեռնվածից, որովհետև դեռևս ինչպես ասացի, այս ամբողջությամբ գործարկվել է, ես որքանով չեմ սխալվի 22 թվականից, հիմա 22 թվականից դեռևս խնդիրներ չեն ունեցել։ 23 թվականից ուղղակի քանի որ ամբողջ վարորդները թվայնացվեց, ինքը ավելի լավարկվել է, ավելի ինֆորմացիան շատացել է, որոշումները կծվում են։ Շատ շնորհակալ եմ Տիկին Մկրտչյան եւ հիշեցնեմ մեր ռադիոլսողներին, որ կարող ենք ասել հարկադիր կատարում ապահովող ծառայության հետ կապված ցանկացած դիմում ներկայացնելու տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է անձնական գրասենյակում մուտք գործել, տեղեկատվությունը հնարավոր կլինի ստանալ ամբողջ այդ գրասենյակի միջոցով։ Իսկ անհուսալի վարկառուների հետ կապված անհրաժեշտ է դիմել միասնական սոցիալական ծառայություն, որից հետո անհրաժեշտ հաջորդական քայլերը կիրականացվեն։ Հիշեցնեմ, որ ձեր փաստաբանը հաղորդաշարի եթերում մենք խոսում ենք անհուսալի վարկառուների հետ կապված իրավական կարգավորումների եւ Հայաստանի Հանրապետությունում իրականացվող այդ կապակցությամբ ծրագրի մասին։ Ձեզ հետ է Նարինե Սոլոմոնյանը։ Շնորհակալություն։